Բարի օր եւ բարի գալուց Civilnet։ Այսօր մենք հյուրընկալել ենք Manana Grain ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից 56.4 միլիոն դրամի գողության գործում որպես օժանդակող ներգրաված Աշոտ Արուշանյանի հորը Լավրենտ Արուշանյանին եւ նրանց գործով պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին։ Մինչ մեր հյուրերին հարցեր ուղղելը դիտենք Civilnet-ի պատրաստած կարճ տեսանյութը Աշոտ Արուշանյանի գործի վերաբերյալ։ Որոշում հանուն Հայաստանի Հանրապետության։ Նոյեմբերի 28-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ անփոփոխ թողեց Manana Grain ընկերության փոխտնօրենի մեքենայից 56.400.000 դրամի գողության գործում որպես օժանդակող ներգրաված Աշոտ Արուշանյանի Վերաքննիչ բողոքը։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին այցյանի դատարանի կայացրած 5.5 տարվա ազատազրկման դատավճիռը մնաց անփոփոխ։ Թողնել օրինական ուժի մեջ մերժելով պաշտպանների վերաքննիչ HSBC բանկի աշխատակից Աշոտ Արուշանյանը մեղադրվում է նրանում, որ փաստաթուղթ է տրամադրել գողության մեջ մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանին, այն մասին, որ բանկի հաճախորդ հանդիսացող տուժողը խոշոր կանխիկ գումար ունի։ Ենթադրվում է, որ այդ տեղեկության շնորհիվ էլ Կարաքեշիշյանը գողություն է կատարել։ Գործով մյուս մեղադրյալը Արտաշես Գալուստյանն էր, որին խափանման միջոցի փոխվելուց հետո հոր հետ իրենց տանը կախված էին գտել։ Գալուստյանի խցակիցների ցուցմունքներով վերջինիս ոստիկանական բաժանմունքում անմարդկային խոշտանգումների են ենթարկել։ Արուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը իր ճառում ասել էր, որ Աշոտի դեմ առկա միակ ապացույցը նախկին մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքն է, որը առաջին այցյանի դատարանի կողմից ճանաչվել է անթույլատրելի ապացույց, իսկ դատարանը վճիռ է կայացրել միայն արժանահավատ վարկածի հիման վրա, առանց որևէ այլ ապացույց ունենալու։ Պարոն Արուշանյան, նախ առաջին հարց ուզում եմ ուղղել ձեզ, դուք օրեր առաջ Մամլո ասուլիս էիք հրավիրել, որտեղ ասացիք, որ ունեք նոր բացահայտումներ գործի վերաբերյալ։ Խնդրում եմ ներկայացնեք ինչ բացահայտումների մասին է խոսքը։ Նոր բացահայտումների մասին դուք ինչպես տեղյակ եք, օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, մենք ընտանիքով նստել էինք հացադուլի 6 օրից հետո մեզ մոտեցան նախագահի վերահսկողության աշխատակիցները, պարոն Փանոսյանը եւ մեկ այլ անձ իր հետ միասին մեզ հրավիրեցին վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մոտ 1 ժամից ավել մենք զրույց ենք ունեցել իր հետ, ասեց ինչն է խնդիրը, որ ձեզ դրթել է ծայրահեղ քայլի հացադուլի, մենք ասեցինք, որ մենք բոլոր ատյաններում Աշոտ Արուշանյանին ցանկացել են արդարացնել, եկել է մի պահ, որ պատվեր են կատարել, ճշումների ներքո մեղադրական վճիռ են կայացրել։ Մենք մեր պահանջը նա է, որ լինի արդար, օբյեկտիվ, որ դատարանները ճնշումներ չգործադրեն։ Մեզանից պահանջվեց բոլոր այն ապացույցները, որը ապացուցում է Աշոտի անմեղությունը։ Մենք եւ մեր պաշտպան պարոն Սիմոնյանի հետ ներկայացրեցինք բոլոր այն փաստերը, այն ապացույցները, որը ապացուցում է Աշոտի անմեղությունը։ Ինքը մեզ ասեց, որ խոստացավ, որ ասեց ինչն է դրթել, որ սենց դուք կասկած ունեք, մենք ասեցինք, որ մեր պաշտպանի միջնորդության ներքո, որ միջնորդություն արեց, որպես գործով քննիչ հրավիրել հարցաքննել Մուշեղ Ալեքսանյանին, միջնորդությունը բավարարվեց, սակայն հաջորդ նիստի ժամանակ տեղի ունեցավ անսպասելին։ Դատարանը թույլ չտվեց մեր պաշտպանին որևիցե հարց ուղղել, ինչ հարց ուղղում էր, հարցը հանվում էր։ Սա մեզ եւս մեկ անգամ ապացուցեց, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի կատարում, Նախագահականում խոսք էին տվել, որ բոլոր մեր միջնորդությունները, ինչ միջնորդություն ներկայացնենք վերաքննիչ դատարան, բոլոր միջնորդությունները պետք է ընդունեն։ Ես իրեն ասեցի, պարոն Հովսեփյան, արդեն վերջնական փուլն է, արդեն դատական ճառերի փուլն է, ասես մենք ենք որոշում, որ ճառերի փուլն է, կարան իրանք շարունակեն, նախաքննություն շարունակեն էլի, դատաքննություն շարունակեն, որ ձեր բոլոր միջնորդությունները կընդունեն։ Ասեմ ավելին, անգամ չընդունեց այն միջնորդությունը, որը տեսաձայնագրությունները մոնտաժված է։ Դատարանը
Կարինե Ղազարյանը նա ակնհայտորեն երևում էր, որ ամեն ինչ անում էր, որպեսզի այդ տեսաձայնագրությունները որպես ապացույց չընդունվի, որ հանցագործության պահը մոնտաժված է։ Ինքը ասեց ամեն ձեր միջնորդությունը կընդունվի, կազմակերպեն եռակողմ հանդիպում Վերաքննիչ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատախազի հետ, որ մենք մեր ապացույցները ներկայացնենք Աշոտի անմեղությունը ապացուցող, իրանք էլ իրանք հակապ հաստատական։ Թվով 60 թերթ հաշվով իրանք ինձանից ընդունել են։ Սկզբից պարոն Սիմոնյանի հետ 7 հատ ապացույց, հետո ես պարոն Հուսեփյանին ասեցի, որ էլի ապացույցներ կա, որ ասես բոլորը ներկայացրա հաշվով 60 թերթ մեզանից ապացույց են վերցրել, հակառակը մեզ ոչ մի գոնե մի հատ ապացույց բերեին, որ Աշոտի մեղքը ապացուցող, մենք էլի կընդունենք։ Բացարձակ եք, երբ նստեցիք հացադուլի, ասում եք, որ ակնկալում եք Սերժ Սարգսյանը կմիջամտի գործը, այսինքն ըստ էության ձեզ խաբեցին, ճիշտ եմ հասկանում։ Մենք այո, այսինքն խաբելու ասեմ, որ նա պարոն Հուսեփյան ասում էր, որ նախագահի անմիջական հսկողության տակ է։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ պարոն Հուսեփյանի հետ, անգամ ինքը ասեց, որ այսօր 2 անգամ նախագահը զանգարել է։ Մենք էլ հույսով, հավատով, որ նախագահը զանգարել է նախագահի հսկողության տակ է, ուրեմն ինձ թվում է, մեզ որ այլևս էլ չեն կարա ճնշումների ենթարկվեն դատարանները։ Դուք ասացիք, որ գործը պատվիրող ունի, պատվեր են կատարել, ով է այդ պատվերի հեղինակը։ Ես դա մեկ անգամ եւս ասել եմ, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ մենք նոր տարուց հետո պատրաստվում ենք ավելի հզոր բողոքի ակցիայի նախագահականի դիմաց եւ արդեն հացադուլի ենք նստելու ամբողջ հարազատներով։ Եղբայրս ընտանիքը, քույրս, քրոջս ընտանիքը, կնոջս քույրը նախագահական նստական միակ պահանջը լինելու է հանդիպում 20 րոպեով նախագահի հետ։ Ես միայն նախագահին եմ ասելու փաստերով, ապացույցներով, ովքեր են կանգնած այս անօրինականության ետևում։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, իրավական մասին գանք գործի։ Դատարանը երբ վերաքննիչը որոշեց գործը թողնել, առաջին հայցանի վճիռը թողնել անփոփոխ, դուք ասացիք, որ դա վարկածի հիման վրա կայացված գործ է։ Արդյոք ձեր պրակտիկայում կհիշեք մեկ այլ դեպք, երբ ապացույցը ճանաչվի անթույլատրելի, բայց դրա հիման վրա վճիռ կայացվի։ Ուրեմն նշեմ հետևյալը, որ ոչ միայն իմ պրակտիկայում, այլ Առաջիհայցյանի դատարանի դատավճիռը ստանալուց հետո եւ տեսնելով, որ դատարանը ապացույցները անթույլատրելի ճանաչելուց հետո դա դիտարկել է որպես հիմնավոր վարկած եւ դրել դատավճիռի հիմքում, փորձեցի գտնեմ նաեւ այլ դատական ակտեր։ Ասենք ամբողջ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այդպիսի դատական ակտ ես չգտա, որտեղ որ նմանատիպ ձևակերպում կլիներ։ Եվ գիտեք, Աշոտ Արուշանյանի գործը հենց նաև դրանով է յուրահատուկ, որ գործի քննության ընթացքում թվում է, թե գնում ես նորմալ ընթացակարգով։ Դատարանը նորմալ ընթացակարգը պահպանելով առաջ է շարժվում։ Եվ տվյալ դեպքում Առաջինատյանի դատարանը երբ բավարարեց միջնորդությունը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, դրանք միակ ապացույցներն էին Աշոտ Արուշանյանի դեմ։ Դրանից հետո կանխատեսելիությունը բերում էր մի բանի, որ պետք է լինի արդեն արդարացման դատավճիռ։ Եվ այդ օրվանից 180 աստիճան փոխվեց իրավիճակը։ Եվ սա բացառիկ դեպք էր։ Եվ դրա ապացույցը վերաքննիչ դատարանի որոշումն է։ Երևի ինֆորմացիային ամբողջությամբ դեռևս չեք տիրապետում, նշեմ, որ վերաքննիչ դատարանը ավելի առաջ է գնացել Առաջիհայցյանի դատարանից։ Նա դուրս է եկել վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններից եւ հիմա էլ ասում է, չէ, այդ ապացույցը թույլատրելի է։ Այսինքն ուղղել է առաջին հայցանի վճիռը։ Ոչ թե ուղղել է, եթե ինքը ուղղեր, ես շնորհակալ կլինեի։ Այդ դեպքում պետք է բեկաներ ուղարկեր Առաջիհայցյանի դատարան։ Դատավճիռը։ Ինքը չի ուղղել։ Ուղղակի ասում է, չէ, ես էլ գտնում եմ, որ դա թույլատրելի ապացույց է։ Այն դեպքում, երբ բողոքում նման հիմք չկար, նման բողոք չէր բերել մեղադրողը, եւ դատական նիստերից մեկի ժամանակ վերաքննիչ դատարանում, երբ մեղադրողը հանդես եկավ նման միջնորդությամբ, որ այդ ապացույցը պետք է ճանաչվի թույլատրելի, երեք դատավորներով է
նշեցին ավելի մի քիչ խիստ ձևի, որ պարոն Ուզոյան, գիտեք, քրեական դատավարության օրենսգրքի 385 հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանը գործը քննում է բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։ Դուք բողոք չեք բերել, նման բողոք գոյություն չունի։ Հետևաբար այդ միջնորդությունը ենթակա է մերժման։ Եվ որոշումը ստանալուց հետո ասում են չէ։ Այսինքն տվյալ դեպքում էլ ինչ որ մի իրանք իրենց հակասեցին։ Եվ ուզում եմ առիթից օգտվելով հիշեցնեմ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը կապված դատարանների հետ, որտեղ որ մեջբերում կար, որ առկա է Վճռաբեկ դատարանում այսպես կոչված զոնալ դատավորների ինստիտուտ, որ ստորադաս դատարանների դատավորները գործերի վերաբերյալ տեղեկացնում են այնտեղ։ Եվ նայեք, Առաքելյանի դատարանը թույլ է տվել կոպիտ խախտում, անթույլատրելի ապացույցը դրել հիմնավոր վարկածի անվան տակ դատավճռի հիմքում, գուցե քննարկեցին, հասկացան, որ այդպիսի դատավճիռ չի կարող գոյություն ունենալ, փորձեցին փրկել դա։ Հիմա սահմաններից դուրս եկան։ Գիտեք, Վճռաբեկ դատարանը ունի բազմաթիվ նախադեպեր, որը վերաբերվում է վերաքննիչ դատարանի սահմաններին, եւ այս ընթացքում բողոքը պատրաստելու ընթացքում ինչքան փնտրեցի, ես գտա մի քանի նախադեպեր, որտեղ որ հստակ է, որ վերաքննիչ, եթե բողոք չկա այդ ուղղությամբ չի կարող, եթե նույնիսկ վատագույն դեպքում էլ պետք է գոնե բեկանվեր այս դատավճիռը։ Շատ լավ, պարոն Արուշանյան, դուք հայտարարել եք, որ դիմելու եք ՀՔՑ գործով դատախազի եւ ինչպես հասկացա քննիչի դեմ, ինչու եք այդ մարդկանց դեմ դիմելու եք։ Ես ասեմ, ուրբաթ օրը ես արդեն դիմել եմ գլխավոր դատախազին բողոքով, որպեսզի քրեական գործ հարուցվի քննիչ Մուշեղ Ալեքսանյանի, հսկող դատախազ Տիտալ Ուզոյանի եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, քանի որ գործում արկա են բազմաթիվ ցուցմունքներ, թվով 10 ցուցմունքներ, որ եւ Աշոտ Արուշանյանի նկատմամբ ֆիզիկական բռնություններ չի ասի, չի եղել ֆիզիկական բռնություններ, եղել են հոգեբանական ճնշումներ, խորտ մեթոդներով, անգամ ձեռնաշղթաներով, օրը ցերեկով 19:00 ժամանակներում երիտասարդական մետրոյի մոտից Աշոտը փաստացի ձերբակալվել է։ Ձեռնաշղթաներով ուղիղ բերդ ենք տանում, այդ անձը Մամիկոն Հակոբյանն է, որը գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանի մորաքրոջ տղեն է, ինքն է, իսկ ինչի եմ դիմել, որ Արտաշես Գալստյանի նկատմամբ եղել են խորտ մեթոդներ, խոշտանգումներ, ֆիզիկական բռնություններ, թվով 10 հոգի ցուցմունք են տվել, ասեմ ավելին, Տիգրան Առաքելյանը, որը մեկ շաբաթ մի խցում են եղել Արտաշես Գալստյանի հետ, նա դատարանում եւ նախաքննության ժամանակ Երևան քաղաքում, որտեղ քննվում է ինքնասպանությունների գործով գործը, եւ այնտեղ եւ Առաքելյանի դատարանում նա ցուցմունք տվեց, որ Արտաշը իրեն պատմել է, որ ինչ ֆիզիկական բռնություններ, տղամարդկային արժանապատվությունը, անգամ ասեմ արհեստական առնանդամով նրան սպառնացել են, ծեծիկի ենթարկեն եւ կնկարեն հետևից բերդ կուղարկեն։ Արտաշին Էրեբունու ոստիկանությունում պահել են ամբողջ գիշեր։ Դրանից հետո 3 օրից 72 ժամից ավել, որ իրավունք չունեին ԿՊԶ-ում պահեն, նրան պահել են եւս 3 օր ավել, այսինքն 6 օր նա եղել է ԿՊԶ-ում։ Պարոն Արուշանյան, դուք ասում եք, որ քննիչը կապ ունի մանանագրեյնի սեփականատիրոջ հետ, արդյոք այս կապը կարևոր էր ձեր դիմելու գործում։ Ասեմ, առաջի վարկած են քաշել, դեռևս Աշոտ Արուշանյանը ձերբակալված չի եղել, հունիս ամսին Սուրանկյան հաղորդագրության մեջ վարկած էին առաջ քաշել, որ իմիտացիա, փողերի լվացում, ուրեմն նոր հանգամանքների հայտ եկել, որ բացի այս գողությունից, մանանագրեյնից էլի գողություններ է կատարվել, էլի պահեստավարվել, սա հիմք է տալիս իրավապահ մարմիններին մտածելու, որ արդյոք եւ ոչ մեկն չի բացահայտվել, այս գործով էլ 56 միլիոնը, դա միայն 56 միլիոն են ասում, ոչ բացահայտվել է այդ 56 միլիոնը, ուր է, ով է տարել,
ինչ հանգամանքներում են տարել։ Ասեմ ավելին, Մուշեղ Ալեքսանյանի հայրը ոստիկանության գնդապետ է, երկար տարիներ աշխատել է Արարատի մարզի ոստիկանապետի առաջի տեղակալ։ Դատախազը Հովիկ Սուքյասյանը, Ռևիկը, երկար տարիներ աշխատել է Արարատի մարզի դատախազ, նույն քննիչը Արարատի մարզի բնակիչներ են։ Այսինքն նրանք բոլորը ձեզ կապ ունեն, հա, իրար հետ։ Դա իմ անձնական կարծիքն է, որ եւ առաջ են քաշել իմիտացիա բառը փողերի լվացում, միգուցե եւ այդ վարկածը են ամենաառաջի վարկածներ, որ պետք է հենց այդ վարկածով էլ առաջնորդվեն։ Պարոն Արուշանյան, պարոն Սիմոնյան, ձեզ խնդրում եմ ամփոփելով ասել, թե իրավական առումով այս գործը ինչ կարող է, ինչ հետևանք կարող է ունենալ։ Ուրեմն հետևյալը մոտակա օրերին բնականաբար Վճռաբեկ բողոքը կներկայացվի, Վճռաբեկ դատարան, ես հույս ունեմ կոնե որ վարույթ կընդունվի եւ այս իրավական ոչ ստանդարտ, ոչ նորմալ ձևակերպումներին հիմնավոր վարկած կամ բողոքի սահմաններից դուրս գալ, դրանց գոնե իրավական գնահատական կատարվի։ Բնականաբար ակնկալիքս այն է, որ ուշ թե շուտ Աշոտ Արուշանյանը կարդարացվի։ Այնուհանդերձ, հաշվի առնելով մեր Վճռաբեկ դատարանի պրակտիկան, հաշվի առնելով, որ մեր Վճռաբեկ դատարանը ոչ թե ավելի շատ նայում է բողոքի հիմքերին եւ հիմնավորումներին, այլ իր հայացողությանը, որովհետեւ բոլորիս հայտնի է, թե քանի տոկոս, 1%, 2% գործերն են վարույթ ընդունվում, այնուհանդերձ հեռահար նպատակ են բնականաբար եվրոպական դատարանը։ Լավ, պարոն Արուշանյան, դուք ամբողջ Գերդաստանով հացադուլ նստելով հույս ունեք Սերժ Սարգսյանը ամեն դեպքում միջամտելու է։ Մի անգամ դուք արդեն փորձ արեցիք, ինչպես տեսակ չստացվեց։ Ինչու եք կարծում, որ այս անգամ նա պետք է միջամտի։ Իմ մոտ հիմնավոր կասկած կա, որ նախագահը այս գործից տեղյակ չի։ Նախագահային արչի ծառայություն են մատուցում։ Իր թիկունքին իրեն հարվածում են։ Այ ժողովուրդը, որ բողոքում է ամեն ինչից, այ դատական համակարգից, վերջո սրա պատասխանատվության արդարադատության պատասխանատուն երկրի առաջի դեմքն է։ Այնց թվում է, որ այդ հապշտապ նրանք, որ ուզեցին մեզի հացադուլից հանենք, անգամ ասեն, որ կինս, տղաս, եղբայրս համաձայն չէին, որ մենք հացադուլը դադարեցնենք, բայց մեզի այնպիսի վստահություն ներշնչեցին, որ մենք արդեն 100% համոզված ենք, որ արդարադատություն ալինոր եւ Աշոտին հեսա մենք պետք է արդարացնենք եւ բաց թողեն։ Որ մեր մոտ հիմնավոր կասկած կա, որ նախագահան տեղյակ չի։ Հիմա մենք ամեն ինչ անելու ենք, ոչ մեկին մենք չենք լսելու, ով էլ մեզի մոտիկանա, մենք հացադուլից դուրս չենք գալու, մինչև վերջ նստելու ենք հացադուլի, մեր պահանջը լինելու է միայն հանրապետության նախագահան, որ 20 րոպե ինձ եւ մեր պաշտպան պարոն Սիմոնյանին ընդունի։ Երբ եք պատրաստում սկսել Նոր տարուց հետո, տոներից հետո։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիշեցնեմ, մեր զրուցակիցներն էին Մանանագրեն ընկերության փոխտնօրենի մեքենայից 56.5 միլիոն գողության գործում որպես օժանդակող ներգրաված Աշոտ Արուշանյանի հայրը եւ նրանց փաստաբանը։ Ձեզ հետ էր Արտակ Համբարձումյանը, մինչ հանդիպում։